Զորավարժություն չի ավելի շուտ կարելի է ես հատուկ գործողությունների ստորաբաժանումների կողմից ես դա ավելի շուտ սահմանում եմ որպես սինխրոնիզացված զորավարժություններ, որովհետև երբ իրանական ռազմական ուժերը եւ իրանց շտաբը աշխատել է Իրանի տարածքում, Հայաստանի ստորաբաժանումները աշխատել են Հայաստանի տարածքում, ընդհանուր շտաբ չի ստեղծվել։ Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պայմանավորված չեն դրանք։ Չէ, ավելի շուտ կախված է նրանն հետ, որ Իրանը կարող է փորձում է հասկանալ ոնց եղիկը փոխգործակցելու Հայաստանի հետ, երբ լինի հարված Իրանի դեմ։ Եթե լինի հարված Իրանի դեմ, Միացյալ Նահանգները հայտարարել են Իսրայելի հետ եւ դա հայտնի է, որ Միացյալ Նահանգները օգտագործվել են արտաքին հարված, բայց նաեւ օգտագործվել է ներքում Իրանի ներսում անկայուն վիճակ ստեղծելու, երբ կաշխատեն տերորիստական խմբումներ ազերիների կողմից, ազերի համայնքի կողմից, դա մենք տեսել ենք արդեն, որ ոնց է դա կարող աշխատացնի, այն վերջին անկայունության փորձը որել է Իրանում։ Դա Բաքվի համար վաբանկ գնալուն նման մի բան։ Այդ խաղը ճակետներում նվեր ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի խաղը չէ։ Ճիշտ է։ Հասկանալի է, այդտեղ Ադրբեջանը դառնում է պլացդարմ, որի տարածքից կարող է հարված հասցնի Իրանի վրա, Իրանը կպատասխանի, կլինի անկայունություն, կլինեն ահաբեկչական խմբերի աշխատում, ով է աշխատացնում խմբերի մենք գիտեք, Թուրքիան վերջերս փայլուն ցույց հայտվել է ոնց ինքը կազմալուծեց Սիրիան